Մազերի փոխպատվաստման մասնագիտացված կենտրոն։ Մենք ուղիղ եթերում ենք, շարունակում ենք ամփոփել գլխավոր զարգացումներ կեսօրից առաջ եւ հետո եւ մեզ է միացել Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Կրկին մենք կարևոր թեմաներ ունենք քննարկելու, որոնցից առաջինը հետևյալն է, Հայաստանը հայտնի է դարձել բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու համար, քանի որ ձգտում է մուտք գործել Հնդկաստան եւ ասիական այլ երկրներ։ Այս ծրագրի տնտեսական ու ռազմավարական առումով կարևորությունը դիտարկենք եւ նաեւ անվտանգային բաղադրիչ է։ Իհարկե համաձայնվելով ձեր այն նկատառման հետ, որ տվյալ բանակցությունները ունեն տնտեսական կարևոր նաև նշանակություն, պետք է նշենք, որ այդ բանակցությունները եւ նաև հեռանկարները Չաբահար նավահանգստի հետ կապված, դա ունի նաև որոշակի ռեգիոնալ եւ աշխարհակաղակական շերտ եւս։ Իրականում նավահանգստի շահագործման վերաբերյալ բանակցությունները վարվել են դեռևս 2021 թվականից։ 2021 թվականին Իրան ու Հնդկաստանի դեսպանն էր այդ մասին բարձրաձայնել, որ նման հեռանկար է սպասվում, եւ այստեղ աշխարհակաղակական ենթատեքստը կայանում է նրանում, որ Հնդկաստանը նպատակ ունի հյուսիս-հարավ այդ միջանցքը օգտագործելով, Հայաստան տարածքը օգտագործելով շրջանցել ինչպես Պակիստանը, որի հետ մենք գիտենք, որ Հնդկաստանը ունի ոչ բարձ հարաբերություններ, այսինքն բավականին լարված են հարաբերությունները Պակիստանի հետ։ Նաև Հայաստանի տարածքը կարևորվում է այս առումով Պակիստանի դաշնակիցներ Թուրքիայի եւ Ադրբեջանն նույնպես շրջանցելու տրամաբանության մեջ։ Այս առումով իհարկե Հնդկաստանը հետապնդում է նաև իր շահերը, հստակորեն աշխարհակաղակական ռեգիոնալ շահերը, եւ սա այն դեպքն է, որ Հայաստանի Հանրապետության եւ մեկ այլ տարածաշրջանում շահագրգռված պետության շահերի համընկնման հետևանքով կարող է աշխարհակաղակային այդ տեղափոխությունները, ինչպես նաև թեկուզ հակասությունները համընկնեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ, ինչի հեռանկարը մենք տեսնում ենք այս նավահանգստի վերաբերյալ բանակցություններում եւ նաեւ հաջող ելքի դեպքում։ Պարոն Խաչատրյան, այս առումով տրամաբանության մեջ ինչպես է տեղավորվում Հայաստանի կողմից առաջարկվող խաղաղության խաչմերուկը, որի պրեզիդենտը Նիկոլ Փաշինյանը օրերս ներկայացրեց Թբիլիսիում։ Իհարկե հենց այդ ներկայացված խաղաղության խաչմերուկի համատեքստում է նաև տեղավորվում տվյալ հեռանկարը դեպի հարավ իջնող մեր այդ խաչմերուկի ճյուղավորումներից մեկը իհարկե իրականանալու դեպքում եւ այդ գլոբալ ծրագիրը գործի դրվելու դեպքում մենք ունենալու ենք նաեւ դեպի հյուսիս եւ նաեւ Եվրասիա եւ դեպի Ֆինլանդիա ձգվող այդ ամբողջ ճյուղավորման մեջ կարևոր հանգուցային կետ եւ կարծում եմ այդ խաղաղության խաչմերուկ կոչվածը, որ ավելի շատ տնտեսական մեծ բաղադրիչ ունի, իրականությունը դառնալու դեպքում կարելի է ասել իրականացած ենք տեսնելու խաղաղության խաչմերուկի բաղադրիչներից մեկը, իհարկե ոչ ամբողջում, խաղաղության խաչմերուկը մի քանի ենթաշերտեր է իր մեջ պարունակելու, այս դեպքում կարծում եմ, որ Հնդկաստանի հետ նմանատիպ ծրագրի իրականացման դեպքում առաջին եւ լուրջ հաջողությունը կարելի է համարել եւ նաեւ լավ հիմք հետագա շերտերը իրականություն դարձնելու առումով մեծ հիմք ունենա։ Պարոն Խաչատրյան, այս ծրագրերի մասին խոսելիս հասկանալի է, նաև մենք անդրադարձանք անվտանգության բաղադրիչին, որ Հայաստանը փորձում է դրանով նաև անվտանգային որոշակի հարցեր լուծել, բայց նաև զուգահեռ դրան ռազմատեխնիկական առումով է շատ կարևոր բալանսը տարածաշրջանում եւ այս առումով վերջին օրերին մի քանի ուղղություններով զարգացումներ ունենք, նախ հայ-ամերիկյան ուղղությունը, ռազմատեխնիկական ուղղության մասին է խոսքը եւ իհարկե հայ-իտալական ուղղությունը։ Այս ամենի քաղաքական, ենթատեքստերը դիտարկենք, ի վերջո դրանք քաղաքական որոշումների արդյունք են։ Համաձայն եք։
Այո, ճիշտ է, Հայաստանի Հանրապետությունը ներկայումս գտնվում է ակտիվ բանակցությունների, կոնսուլտացիաների, քննարկումների մեջ։ Իհարկե, սա կարելի ասել, եթե նայում ենք պատմական հեռանկարում, բավականին ուշացած իրողություն է, որ մենք ունենք, քանի որ միջազգային հարաբերությունների տրամաբանությունը հուշում է, որ անվտանգության բաղադրիչը ոչ միայն ռազմական է, այլ նաև տնտեսական եւ սոցիալական եւ մնացած այլ բաները։ Եվ այս տրամաբանության մեջ Հայաստանի Հանրապետությունը ինչ կարողանա տարածաշրջանում իր ռեսուրսները ունեցած ռեսուրսները առաջնորդելով, այսպես ասած, նաև գրավիչ դարձնելով դրսի ուժերի համար, ուժային կենտրոն կարող է դառնալ նաև տնտեսական կարևոր հանգույց խաղաղության հետ խաչմերուկի տրամաբանության մեջ եւ դա կարող է հիմք հանդիսանալ տնտեսական անվտանգության համար, որը հետագայում վերաճանաչել նաև ռազմաքաղաքական անվտանգության եւ այս առումով հենց այս տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության հրավիրող գլխավոր շտաբի պետի հյուրընկալվելը Շտուտգարտում եւ նաեւ Իտալիայի ուղղությունը, իհարկե Իտալիայի ուղղությունը ասված պայմանական է, քանի որ հասկանում ենք, որ դա նաեւ Իտալիան հանդիսանալով ԵՄ եւ ՆԱՏՕ կոնտեքստում է կարևորվում հանդիպումը, իմ կարծիքով ավելի հեռանկարային հենց Սթիվեն Բաշամի հետ հանդիպումն է, որը փոխտեղակալն է, եվրոպական հրամանատարության եվրոպական հրամանատարության փոխտնօրենը եւ այստեղ չպետք է անտեսել հարցերի այն համալիրը, որը քննարկվել են, դա զինված ուժերի պրոֆեսիոնալացումն է, սերժանտական կազմի ամրապնդում, ղեկավարման համակարգի արդիականացում եւ այլն, այսինքն այդ բանակցությունները եւ օրակարգը ընդգրկում է բանակի միջին եւ նախարարական կազմի արդիականացում համապատասխան ներկա մարտահրավերներին եւ այս առումով կարծում եմ, որ նման քննարկումները եւ նաեւ հանդիպումները շատ կարեւոր են եւ վերջերս կարծեմ երեկ էր, որ Լավրովը նաեւ արձագանքեց այս հանդիպումների եւ քննարկումներին եւ մի փոքր կարծես թե շեշտադրումների փոփոխություն նկատվում թե ինչով է դա պայմանավորված, արդեն հետագա զարգացումներ ցույց կտան, ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ոլորտում անվտանգության հարցերի դիվերսիֆիկացիայի միտված այս հանդիպումները, կարծում եմ, իրենց պտուղները շուտով երևի թե ի ցույց կդնեն։ Պարոն Խաչատրյան, ամփոփելով թեման, այս զարգացումները հետևեցին հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությանը, որից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, թե սա պետք է այսպես ազդակ լինի ՆԱՏՕ անդամ երկրներին այս ուղղությունը շարունակելու եւ դրանից հետո մենք տեսնում ենք այսպիսի ակտիվություն։ Ուռճացված են արդյոք այն գնահատականները, այդ թվում արևմտյան որոշ փորձագետների, որ արևմուտքը զինում է Հայաստանին։ Իհարկե դա բավական համարձակ դիտարկում է, արևմուտքը զինում է Հայաստանին, որովհետև նախ եւ առաջ զինում են այն երկրին, որից լուրջ ակնկալիք ունեն եւ այդ զենքը ենթադրում է, որ պետք է օգտագործվի որևէ կոնկրետ հակառակորդի դեմ, ես հակված չեմ կարծելու, որ արևմուտքը զինում է Հայաստանին ընդդեմ օրինակ Ռուսաստան Դաշնության, դա հանրապես քննարկելիք չէ, քաշային կատեգորիաների եւ պոտենցիալի այլ խնդիր կա, չի զինում նաև ընդդեմ Արմենիայի կամ Թուրքիայի, որովհետև գիտենք, որ չնայած որոշ հայտարարությունների եւ Թուրքիան եւ Ադրբեջանը հանդիսանում նաև արևմուտքի երկրների պարտներներից մեկը, կարևոր պարտներներից մեկը, այս դեպքում արևմուտյան երկրները Հայաստանին տրամադրում են ռազմական նաև խորհրդատվական բնույթի աջակցություն, նաև զենքի վաճառքի սպառազինության մասին է խոսք գնում, այս դեպքում դա ավելի շատ Հայաստանի ռազմական պոտենցիալի եւ պաշտպանունակության բարձրացմանն է միտված։ Արևմուտքը հասկանալով, որ ինքը հողի վրա ըստ էության ռազմական այսպես աջակցության հնարավորություն չունի տալու Հայաստանին եւ այս առումով նման հարաբերությունները ռազմաքաղաքական
հարաբերությունները ավելի շատ միտված են մի քանի հարցեր լուծելու, նախ եւ առաջ պաշտպանունակության բարձրացմանն է միտված, իսկ պաշտպանունակության բարձրացումը իր հետ բերելու է նաեւ Հայաստանի տարածաշրջանային դիրքերի որոշակի ամրապնդմանը, եւ դա ինչքան էլ պարադոքսալ թվա, միտված է խաղաղությանը, որովհետեւ որոշակի ռազմաքաղաքական բալանսի հավասարակշռության դեպքում է, որ հակառակորդ երկրները առավել նվազ կերպով միտված կլինեն հարցեր ռազմական ուժով լուծելուն եւ կարծում հենց տրամաբանությունը սրանում է կայանում, այսինքն արևմուտքը սպառազինություն վաճառելով Հայաստան եւ նաեւ բանակի արդարականացման այդ հարցերին ներդրում ունենալը այդ ապահովել Հայաստանի պաշտպանունակություն բարձրացնել, որն էլ իր հերթին բերելու է տարածաշրջանը որոշակի կայունության խաղաղության հեռանկարի։ Շնորհակալ եմ պարոն Խաչատրյան այս հնարավորության կարևոր արձանագրումների համար։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ կրկին, լսեցինք Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ, ազգագրագետ Արտակ Խաչատրյանին։ Մենք ամփոփեցինք կարևորագույն զարգացումները կեսօրից առաջ եւ հետո 2 ժամվա ընթացքում փորձեցինք ամենայն դեպս ներկայացնել ամենաառանցքային իրադարձությունները տարբեր դիտանկյուններից։ Տաղավարում աշխատեց Վալոդիա Մուշեղյանը, դուք էլ կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, նախ վերջին լուրերը կիմանաք առաջինը եւ նաեւ կօգնենք, որպեսզի այն խոսքը, որը հնչում է մեր եթերից, հասանելի դառնա շատերին, շարունակեք հետևել մեր աշխատանքին։